Փառք Հիսուսին, քույրեր եղբայրներ, այսօրվա պաշտամունքի համար եկել ենք Տիրոջը պաշտելու, սովորելու, գտնելու նրան եւ անձնավորություններ կան, որ դեռ Քրիստոսին իրոք չեն հանդիպել եւ շատ կարեւոր է նրա այդ հանդիպելը դա չի նշանակում լսել, հանդիպել նշանակում է իրոք տեսնվել նրան, վայելել նրան, հպվել նրա հետ եւ հակառակը քույրեր եղբայրներ փառք Աստծո այսօրվա օրվա համար որ Աստված մեզ հավաքեց այս եկեղեցու մեջ որ գանք ու իրապես պաշտոն մատուցանենք մեր Աստծուն կարողանանք սովորել սիրել կարողանանք իրապես կասկածներից ազատվել անհավատությունից ազատվել որ սատանան դարեր շարունակ այսպես կասկածներ է բերում Աստծո գոյության վերաբերյալ որ նա կա թե չկա Եվ անգամ Իսրայել ժողովուրդը, որ այդքան հրաշք ու նշանը տեսավ, կասկածի տակ դրեց ամբողջ Իսրայելին, թե կա արդյոք Աստված, թե չէ, տեսնելով այդքան նշաններն ու հրաշքները, ընդամենը մեկ հայտարարություն արեց, թե սրանք խստապարանոց ժողովուրդ են։ Այն, որ տեսան, դա տեսածի պես չէր, չտեսածի վերածվեց։ Եվ կատարվեցավ այն խոսքը, թե լսելով պիտի լսեն ու չլսեն, եւ տեսնելով տեսնեն ու չտեսնեն։ Բայց մենք բարեկամներ շնորհով փրկված Քրիստոսին հավատացող մարդիկս պետք չէ որ այդ մտքերին մենք տեղ տանք մենք եկել ենք իրապես վայելելու այդ Քրիստոսին փառք Հիսուսին որ դարեր առաջ հազարամյակներ առաջ եկավ ու խաչվեց մեզ համար ու արյուն տապեց որ ոչ մեկը չէր կարող այդ ձև բան անել եւ ոչ մեկին չվստահեց Աստված մեկ մարդու անգամ քերովբեի կամ սերովբեի ոչ մի հրեշտակի չվստահեց այդ պիտի աներ իր որդին փառավորվի Հիսուսը նա որ չարչարվեցավ եւ այսօր փրկության պատճառ է դարել բոլոր ազգերին աշխարհում քանի ազգ կա 700,000 ես չգիտեմ եւ ով որ ընդունի նա կարող է իրապես բժշկություն գտնել փառք Հիսուսին ուզում ենք համար կարդալ դա գրված է ուրեմն Ղուկաս ավետարանը թող փառավորվի Հիսուսի անունը Եվ ուրեմն ուզում եմ կարդալ Ղուկաս ավետարանից 6-րդ գլխից Ղուկաս ավետարան 6-րդ գլուխ Եվ կարդանք ուրեմն 43 համարից Որովհետև բարի ծառ չկա որ չար պտուղ բերե Եվ ոչ էլ չար ծառ որ բարի պտուղ բերե Որտև ամեն մեկ ծառ իր պտղիչն է ճանաչվում Որովհետև փշերիցը թուշ չեն քաղում եւ ոչ էլ մորենուցը խաղող են կթում Բարի մարդը իր սրտի բարի գանձիցը բարի է բխում եւ չար մարդը իր սրտի գանձիցը չար բան է բխում Որովհետև սրտի ավելացածիցն է խոսում նրա բերանը Եվ ինչու եք ինձ Տեր կոչեմ եւ չեք անում այն որ ասում եմ ձեզ Բարեկամներ ամբողջ աշխարհը Տեր է կանչում Հատկապես այն ժամանակ, երբ որ փորձանքի կամ նեղությունների մեջ են։ Տեր Աստված են կանչում, դա լավ բան է, երբ որ կանչում ենք այդ Տերը։ Բայց ասում է, ինչու եք ինձ Տեր կոչեմ, եւ չեք անում այն, ինչ որ ասում եմ ձեզ։ Ինչու չենք անում այն բարեկամներ, ինչ որ Տեր Հիսուս ասում է մեր օգուտի համար։ Օրինակ այն մարդը, որ սիրում է մեղքը կամ մեղքի մեջ բռնված, երբ որ խոսում ես նրա հետ ասում ես թող այդ կյանքդ։ Տեր Հիսուսը եկել է այդ մեղքերի համար, որ դու վերջապես թողած բարեկամներ առանց մեղքերի էլ է հնարավոր ապրել, փառք Հիսուսին։ Առանց մեղ գործերի էլ կարող ենք ուրախանալ, փառավորել ավելին, որտեղ այդ մեղքերը սա ժամանակավոր են, որի համար Հիսուսը մեռավ եւ տակավին մարդկությունը չուզում դարձի գալ։ Եվ ինչ է կատարվում երբեմն մեր մոտ ստեղ գալիս ենք ոգևորվում ենք եղբայրները ընտիր քարոզներ են տալի ասում ենք սա մեզ է վերաբերվում եւ վերջ հիմա ուզում եմ խնդրից խոսանք իրոք ես գտնում եմ որ ես այդ մարդն եմ ես այդ մեղավորն եմ ճնշված այսպես հուսալքված հուսախապ մեղավոր ես ասում եմ սա ինձ է վերաբերվում Տերը ինձ հետ խոսած բայց խնդիրը հետեւյալն է որ երբ որ իրապես գնում ենք, սկսում ենք նույն կյանքը շարունակ ապրել։ Սա լուրջ խնդիր է, քույրեր եղբայրներ։ Սա շատ լուրջ խնդիր է։
Եվ սրա դեմը առնել է հարկավոր։ Երբ որ մենք գանք Տիրոջ ասենք մենք չենք ուզեմ ու դու հրաժարվես, Տերը քեզ կօգնի, բայց եթե դու չես հրաժարվեմ, Տերը քեզ ոնց կարա օգնի։ Եթե դու չես ուզում դուրս գաս այլ վիճակից, հիմա դրես կյանքի ծառը եւ բարը չարը գիտենալու ծառը Եդեմական պարտեզի մեջ եւ ասեց ընտրի։ Դու ազատ ես քո ընտրությանից, բայց հիշիր, երբ որ այն ծառը ընտրեցիր, պիտի մեռնես, բայց երբ որ կյանքի ծառը ընտրես, պիտի ապրես։ Հիմա ընտրությունը կա, բայց մարդը ամեն դեպքում չի ուզում գնա դրան, որտեվ իր մարմինը սովոր է մեղանչելու, իր մարմինը սովոր է նման բաներ անելու, բայց հնարավոր է վերջակետ դնելու Փառք Հիսուսին հենց այսօր եւ այստեղ Փառք Տիրոջը։ Եվ եղբայրները պատահական չեն աղոթում, առաջ են քաշում մենք բոլորին, որ եկեք, մենք ձեզ մար աղոթքը կա, բայց չկա բժշկությունը, որտեվ գո սրտի մեջ չես որոշում, որ թեև մեռնեմ, պիտի չանեմ։ Երբ է եղել են պահը, բարեկամներ, որ մինչև արյուն թափելու չափ մենք մեղքին դեմ կենանք, չեմ անելու եւ վերջ։ Քո պաշտած, քո դրած այդ ասուն, ով Նաբուկդոնոսոր, մենք չենք պաշտելու, թեպետև մեռնենք։ Վճիռը կայացված էր։ Եթե այս կուրքին չպաշտես, քո ասուտ չհրաժարվեց, կրակի հնոցը պիտի ինգնես։ Որոշումը կար, նրանց համար անակնկալ չէր, բայց եղբայրները Միսակ, Սեդրակ, Աբեդնագո որոշեցին, չէ, մենք չենք մեղանչելու։ Եթե Աստված այդ կրակի մեջ մեզ չպահի, մենք այդ կուրքին չենք պաշտելու, որտև կա Աստված։ Եվ մենք տեսանք ինչ ռիսկ էր, ինչ վստահություն, ինչ հավատք, առանց խուճապի։ Կարծես թե նրանց տանում էին ինչ-որ մի հատ հանգստատուն։ Եվ ոչինչ չեղավ, երբ որ տեսան, որ ընդհակառակը 3-ի փոխարեն 4-ն է մարդու որդու կերպարանքով փառավորվի Հիսուսը։ Եվ ինչ էր որ լինի, բարեկամներ, այդ վստահությունն հավատն է, որ փրկում է մեզ, եւ հիմա հարկավոր է վերջակետ դնել վերջապես։ Մեր ազգը կայնած է այն վիճակի մեջ, որ պոտենցիալ կա, որ սարսափելի մեղքերի տեսակներ պիտի դեռ ներմուծվեն Հայաստան։ Եթե մենք ես ու դու չարտնանանք, բարեկամներ, կկործանի մեզ, մեր ընտանիքը, մեր երեխաներին, մեր թոռներին, մեր ազգը։ Եվ մենք այն մարդիկն ենք, որ այսօր պետքա կայնենք այդ ճեղքվածքի առաջ, պետքա կայնենք այդ մեղքի դեմը, որ չենք անելու, չար սատանա, հեռու գնա մեզանից։ Մենք Քրիստոսին ենք ընտրում։ Միթե բարեկամներ, չենք ուզում ես խաղաղ ես կյանքը ապրել։ Սոր մտածում եմ, ասում եմ, լատես մարդը չի ուզում երկինք գնա, որտեղ խաղաղություն է, որտեղ ապահովություն է, չկա վտանգ, չկա խուճապ, չկա անհանգստություն, խաղաղություն, թագավորություն, ուրախություն, խնդություն, որը որ ասում են քանի հազար տարի մարդկանց ակաժներին եւ ինքը նախընտրում այս չար աշխարհը, բայց հետաքրքիր ոնց է այս չար աշխարհը ինքը հանգիստը իրան պահում, իրանց հանգիստը զգամ, որտեղ մեղք է, որտեղ սպանություն է, որտեղ գողություն է, ինքը անհանգիստ է։ Անհանգստության մեջ ոնց է մարդ իրան հանգիստ զգում, այս սա է։ Ոնց կարող է մարդը մեղքի մեջ աշխարհի մեջ իրան հանգիստ զգա, չէ որ կա երկրորդ կյանքը, խաղաղ, հանգիստ կյանքը, Փառք Հիսուսին։ Այս միլիցիայից է փախչում, այս պարեկից է փախչում, անհանգիստ, ինքը խնդիր ունի, չի կարողանամ, չի ուզում ազատվի, միթե այդ կյանքը իրան ձեռք է տանում, ասում եք, այս կյանքը լավն է։ Այդ խուճապից դու կազատվես։ Արի Քրիստոսին եւ ինչի է նորից գնեմ այդտեղ, այս սա է։ Բարեկամներ, թող փառավորվի Հիսուսի անունը։ Ուզում ենք այդ անհանգստությունից ազատվենք, Քրիստոսը կայնած է, Փառք Հիսուսին։ Հոգնած ես, բեռնավորված ես, ասում ես եկեք ինձի եւ նման մարդկանց է կանչում Աստված։ Եվ ինչու եք ինձ Տեր ասեմ, եթե իմ խոսքը չեք ուզում անել։ Ինչու եք ինձ Տեր կանչում, բայց իմ ասածները չեք անում։ Պապ-ջան, մամ-ջան ենք ասեմ, բայց մեր հայրերին, մեր մայրերին անհնազանդ գցում ենք վատ վիճակների մեջ։ Եվ Տերը ասում է, ինչու է այսպես սա, չէ որ ես ձեզ սիրում եմ, ուզում եմ ձեզ ազատել, ուզում եմ ձեզ այդ կործանումից ծանր տանել դեպի երկնքի արքայությունը, որտեղ խաղաղություն է ու ցնծություն է։ Վերջապես մենք հասկանում ենք, որ սատանան բռնել է նման մարդկանց եւ մի ժամանակ մենք էլ ենք այդպիսի, բայց մաքրվեցանք, բայց սրբվեցանք, Փառք Հիսուսին։ Եվ հիմա ասում ենք, որ ժողովուրդ ջան, դուք եք կարող եք մաքրվել։
Դուք եք կարող եք սրբվել։ Քրիստոս այսօր այստեղ ներկա է Փառք Հիսուսին։ Նա այստեղ է, 2-3 հոգի իմանով հավաքված ես այնտեղ եմ, նրանց մեջ եմ։ Աստեղ շատ հրաշքներ է եղել, բժշկություններ, Սուրբ Հոգու մկրտություններ, Տերը երևացել է, մարգարեական խոսքեր է հղել եւ տակավին այսօր էլ պիտի հղի։ Արդյոք ինչ արձագանք ունենք մենք, բարեկամներ, եկել ենք հավաքույթի։ Կհաջողվի հանդիպես Հիսուսին, թե չէ։ Կհաջողվի մեղքը թողես Քրիստոսի ոտքերի մոտ։ Կհաջողվի արդյոք մեղքերից ազատագրվել, կհաջողվի քեզ բժշկություն գտնել, կախված է քեզանից։ Եթե դու հավատաս այս կյանքի խոսքերին, ծանր բեռը, երբ որ մարդը գնում է ծանր ուսի ինչ որ մեկը ասում է, իդես ինչ դուր այդ բեռը քեզ վերցնեմ էլի քո ուսերից։ Մի կերպ էսպես էլ չի կարողանեմ գնա, եւ այդ բեռից հետո ոնց այդ մարդը հանգստանամ։ Ոնց ասեմ, ես ինչ լավ էր հանդիպեցի քեզ։ Բարեկամներ, Աստված երբ որ քո բեռը վերցնում է, դու այդպես հանգիստ ես, դու թրջում ես օթերի մեջ, Փառք Հիսուսին, ձրի փրկություն, հավատքով, Քրիստոսի արյունով, որ կարող ես փրկվել ու գնալ Տիրոջը պատվիրանքներով։ Միթե չես մտածում, որ դու կամ քո ընտանիքը, քո երեխաները կարող ես հայտնվել կորուստեմ եւ ընդեղից աչառություն չկա դատաստանի համար։ Ինչու ես ինձ Տեր ասեմ, եթե իմ կամքը չես անեմ, եթե իմ խոսքը չես լսեմ։ Ինչու ես ինչ փաղաքշական ինչ որ բաներ անեմ եւ ինչ չես ուզում լսես, ինչն է պատճառը, իմ հպարտությունը, իմ գոռոզությունը, իմ խելքը, երևի ես ավելի լավ եմ հասկանում, քան Աստվածաշունչը, բայց Տեր Հիսուս Քրիստոսի կոչը նույնն է, երեք այսօր ու հավիտյան, Փառք Հիսուսին, ինքը սեր է, ինքը կյանք է, բարեկամներ, Փառք Տիրոջը, կարող ես հրաժարվել այսօր մեղքերից։ Վերջում գաս ու ասես, այո, ես հրաժարվում եմ, ինչ անենք, մարդիկ, եղբայրներ, ոնց անենք, որ պրծնենք այս հանցանքից։ Ես ուզում եմ Քրիստոսին եւ եղբայրները կուղորթեն քեզ, կօգնեն ձեզ։ Հիսուս Քրիստոսին ցույց կտամ, Փառք Հիսուսին, ինքը այստեղ է, ինքը հեռու չէ, Փառք Հիսուսին։ Եվ այսօր բերեք արձագանքենք Քրիստոսին վերջապես, ինչ գիտենք վաղը մեզ հետ ինչ կլինի, ինչ իրադարձություն կզարգանա։